քեզ եմ սեր չկա Թեկուզ աշխարհն իմն էլ լինի Քո նմանը էլ չեմ գտնի Դու միակն ես այս աշխարհում Հավատա ինձ քեզ եմ սիրում Այդ լսրը ինձ ես մանեք է, հա? Հա, ճիշտ ես լսել։ Դե արի նստի։ Ոնց հասկանում եմ երկար խոսալու բան ունենք։ Որ չի կարելի այս ժամանակ։ Սա բժշկի նշանակումն է, հանգիստ եղեք։ Դուք ձեզ ինչպես եք զգում։ Լավ, արդեն նորմալ։ Ընդհանուր թուլությունն էլ կանցնի շուտով։ Բժիշկ։ Եթե ավարտել ես գնա։ Ինձ կասեք ինչ է կատարվում։ Ինչ եմ ես մի անգամից սենց վատանում, ինչու՞մն է խնդիրը։ Հաճախ է լինում։ Դե, ես արդեն երրորդ դեպքն է։ Ագնես, ցավոք իմ կասկածներն արդարացվեցին։ Ինչ կասկածներ։ Խնդրում եմ ձեզ ասեք, նախորդ բժիշկը ինձ ոչ մի բան չասեց։ Գոնե դուք հիմա ինձ կասեք ինչ է կատարվում, խնդրում եմ։ Դուք հանգստացեք։ Ձեզ ուզվել չի կարելի։ Ես ամեն ինչ կբացատրեմ։ Խնդրում եմ ձեզ առանց նախաբանների ինձ մի անգամից ուղիղ ասեք ինչ է կատարվում։ Մեր խառը պատմությունը։ Պապան ինչ-որ մարդկանց համար վտանգ է ներկայացրել։ Դրա համար էլ վերացրել են, որ չխոսա, չպատմի ճիշտը։ Ոնց։ Ոնց, արա։ Ոնց։ Հանգստացի մի հատ մեր։ Գորով արել։ Դու գիտես։ Ասա գոր։ Ասա ով արել։ Դու գիտես, չէ։ Խոսա։ Հենց հիմա հանգստացի մեր, վերջ, всё։ Գոր ոնց հանգստանամ, հա։ Ոնց հանգստանամ արակամ, ես զարմանում եմ, вообще դու ոնց ես սենց հանգիստ։ Որ ինձ սենց պատամ, ինչ է փոխվելու, հա։ Պետք է մտածված աշխատենք, հասկանում ես։ Գոր ասա, որ դու դրան խփել ես։ Ասա, որ մեր հոր սպանողը հիմա չկա, չգիտեմ, ասա մորթել ես։ Ասա սպանել ես, ասա։ Մեր հետ էլ իր ժամանակ ունի։ Այն մարդը ով սպանել է անուններ գիտի։ Այն մարդկանց անունները ովքեր պատվեր են արել։ Հասկանում ես։ Նախ իմ համար ավելի կարևոր է իմանալ, թե ում է պետք է գնի մոր մահը։ Խոստանում եմ, որ կիմանամ։ Ես քեզ խոսք եմ տալիս։ Իմ հոր մահվան մեջ մեղավոր մարդիկ հանգիստ չեն ապրելու։ Հանգիստ չեն շնչելու, ես իրանց հանգիստ չեմ տալու, մորթելու եմ, հասկացար հիմա։ Խոստանում եմ քեզ մեր։ Գոր, եթե դու դրան չսպանես, եթե դու դրան չխեղդես, ես խոսք եմ տալի, որ իմ ձեռով եմ սպանելու, սատկացնելու եմ դրան։ Դու չես խառնվելու մեր։ Դու ոչ մի բան չես անի։ Ես իմ անելունն է։
Ես քեզ խոստանում եմ։ Նենց եմ անելու, որ քո խառնվելու կարիքը չի լինելու մեր։ Ոնց ես սպանել Գոր։ Ոնց են կախված գտել, դու գիտես, հա։ Պապային կախել են երբ արդեն նույն մահով են մեռնել Գոր։ Նույն մահով։ Լավ էդ նարեկի էր ինչ կապ ունի այս պատմությունների հետ։ Ես սաղ պիտի ճշտեմ։ Մայր ինչ կա ոնց ես։ Արա լավ է եկար, գժում եմ արդեն այս 4 պատումից։ Աչքից մի ժամով պիտի դուրս գաս։ Ինչի ինչ է։ Հերոին են բռնել։ Ինչի։ Ինչի համար են բռնել։ Գողության վրա են բռնել։ Դա հեչ լավ չի։ Մա ինչ գողություն եմ, Կարոն խառն այս ամեն չէ։ Չգիտեմ Չինո, բան չգիտեմ։ Բայց ինձ թվում է Կարոն խառը չի, որովհետև Էրոնես վերջերս չէր գնում Կարոյի մոտ։ Մա հիմա ինչ ենք անելու։ Գնացի քաղմաց չեն թողում մի հատ տենը։ Դե պարզա որ պիտի չթողեն։ Բայց ինչ անես կռուպնի գործ է, հա։ Չէ, ոնց որ թե չէ։ Լավ մի բան կմտածենք։ Պատկերացնում ես զանգել է ինձ, ասում է Կարոյին չեմ կարում գտնեմ, անհասանելի է, դու գտի ասա։ Անետի Կարոյից փոքվողը չես քեզ որ ասում էի, Կարոն ինչ ուզում է անի։ Մեր բայց դու սխալ արեցիր, որ տնից դուրս անեցիր։ Տեսար որ ես ճիշտ էի ասում։ Արա հիմա էլի ես եմ մեղավոր։ Արա որտե ուզում էր մնալ, կապ չունի, դի չես հասկանում, մեկը անելու էր այդ գողությունը։ Չգիտեմ, հիմա կարևորը մի բան մտածենք, Էրոյին ընդեղից հանենք։ Կարոյին հաստատ բան չենք ասելու։ Ինչի ախպեր։ Բայց թևի տակ էր քաշել։ Դու հիմա էլ գնա անի։ Ես Կարոյին չեմ զանգելու մեր։ Երեք էի մոտը։ Դու դրա մոտ ինչի համար էիր գնացել։ Դե գնացել էի տնա Էրոյից խաբար ունի թե չէ։ Հետո էլ քո համար։ Իմ համար։ Իմ հետ կապված ինչ կար։ Գնացի մի երկու բան ասեցի, բայց դե ոնց գիտես էլ ինչ ես պատին ասեց, ինչ Կարոյին։ Չնայած ընդ մի հատ հետաքրքիր բան եղավ, գիտես չէ։ Ինչ։ Զանգ եկավ իմ մոտից խոսած։ Ինչ որ բան պայմանավորվեցին։ Ասում է լուրջ բոերա մաֆն է կազմակերպում։ Դա այդ երբ հասկացեմ մաֆի բոյերով հետաքրքրվել որ թե ուզում է կռվի։ Չէ, ինձ թվում է ուզում է ստավկա անի։ Բա ով էր զանգողությունը։ Չիմացար, հա։ Չէ, բան չասեց։ Հետաքրքիր է։ Չգիտեմ ինչից մի պահ թվաց, որ զանգողը կարող է Գոռն է։ Գոռը։ Չէ, ախպեր Գոռն ինչ կապ ունի այդ բոյերի։ Ուզում ես դու մի հատ խոսա Գոռի հետ ճշտի։ Հա, ես էլի կարամ խոսամ ճշտամ, բայց դու հաստատ իմացի որ Գոռը չի եղել։ Մհեր, իսկ Գոռի ընկերը Արսենը կարող է մեզ կարանա օգնի։ Անցած անգամիկներ չէ Գոռին հանել։ Որ Գոռին ասենք ընկերոջը կասի։ Ապեր ինձ Արսենի ոչ մի օգնություն էլ պետք չի։ Ես իրան չեմ դիմի հաստատ։ Ես չեմ հասկանում, եթե այսքան պատմությունից հետո Գոռը նորմալ շփվում է այդտեղ, դու ինչ ես սենց ընդունում։ Հա, Գոռը նորմալ շփվում է։ Չգիտեմ ինչի համար, բայց շփվում է։ Ես չեմ կարա շփվեմ։ Գոռը իր պատճառով գնաց նստեց։ Անմեղ տեղը գնաց նստեց, իսկ ինքը ոչ մի քայլ չարեց։ Ինքը չգնաց ասել, որ ես եմ մեղավոր։ Բարձա։ Ինձ այդ Արսենի օգնությունը պետք չի։ Արա լավ է, քել գնանք տենանք ինչ ենք։ Տունը վաճառում ենք կահույքով, ամեն ինչով։ Առնում եմ։ Գուցե նայեք։ Սա մեր հյուրասենյակն է։ Այստեղ մենք ամեն առավոտ կռվում ենք։ Առնում եմ։ Սա մեր ննջասենյակն է։ Ստեղ էլ ամեն գիշեր բար հիշում ենք։ Առնում եմ։ Սա էլ մեր բաղնիկ զուգարանը։ Ինչ։ Սալիկները կերամամարացի են, հանել ենք հետներս ենք, տանեմ։ Կերամամարացի, որակ, որից անհնար է հրաժարվել։ Սա էլ կերամամարացին, վայելեք։ Առնում եմ։ Առնում եմ։ Առնում եմ։ Առնում եմ։
Իմաստը տնամ ինչ ես ինձ ման եկել։ Եկել ես ընկերոջս մոտ, մեծ խոսացել ես։ Հա? Դե որ այդքանը գիտես, ուրեմն գիտես էլի խեմ ման եկել։ Երբ ես հարցնում։ Ուրեմն լսի, Տիգրան։ Արի ամենասկզբից պայմանավորվենք, որ հանելուկներով չենք խոսալու։ Կարճ ու կոնկրետ։ Ինչն է քո խնդիրը, ասա։ Ես խնդիր չունեմ։ Այդ դուք ունեք խնդիր։ Հորս մայից հետո հորս ունեցվածքը ձեզանով եք անում։ Այդ ո՞նց է տենց ստացվում։ Հերդ պարտքեր ունեցել։ Հետո այդ պարտքերի դիմաց մարդիկ վերցրել են ունեցածը։ Հետո ես առել եմ այն ինչ այդ մարդիկ վերցրել են իրանից։ Հետո ծախել եմ ընկերոջս։ Հետո դարել եմ ընկերոջս գործընկերը։ Սխեման հասկանալի, հա։ Հա։ Բա հերսում է պարտքերը։ Լսի Տիգրան, բախտագուշակի մոտ չես եկել ես, հենց հարցեր ես տալիս։ Հա, այդ գիտեմ։ Չէ, դու ասեցիր, որ ուրիշից է կարը, այդ ումից է կարը, այդ եմ հարցնում էլի։ Գործարքը մի քիչ ուրիշ ձև է արվել։ Ես իրանց չեմ տեսել։ Հա, դա տենց հեշտ է, տենց լավ է։ Ես տեղյակ չեմ, ես չեմ տեսել, ես այդ փաստաթղթերից խաբար չեմ։ Բայց հորս ունեցվածքը այսօր ձեր ձեռի տակ է։ Այդ հələ հերիք չի, հորս ունեցվածքը հորս սպանողի տղու ձեռի տակ է։ Այդ տենց ո՞նց է լինում։ Քո խնդիրը ավելի շատ գորն է։ Քեզ է տա ուզում, որ մենք գորին աշխատանքի ենք տեղավորել։ Չէ, քեզ է տա ուզում։ Չէ, ինձ ուղղակի հետաքրքիր է։ Այդ ո՞նց է ստացվում, որ նախկին բանտարկյալ այսօր դառնում է մի ճոխ գործի տեր։ Դու լավ գիտես, որ գորը տղուս ընկերն է։ Այդ տղետ քանի ընկեր ունի։ Այդ սաղին տես լավ գործի ես տեղավորում։ Չէ, ես մենակ լավերին եմ գործի տեղավորում։ Հիմա ես մի բան չեմ հասկանում։ Դու ինչու ես ինձ մեղադրում։ Մարդկանց գործի վերցնելուց էլ պետք է գայի քեզ հարցնեի, հա։ Հա, մենք երկուսս էլ լավ ենք հասկանում։ Ստե ինչ է կատարվում։ Գորի երես սպանում է հորս։ Դուք սա հորս ունեցվածքը ձեզանով եք անում։ Գորը բերտից դուրս է գալի, լավ գործի եք տեղավորում։ Տենց պարտքի դիմաց էլի, հա, որ պարտքի տակ չմնաք։ Կամ էլ իրա փայի իրան տայիք։ Տենց չի։ Կարար ելներ, բայց տենց չի։ Բա հիմա այս ամեն ինչը որ սենց լավ է, մաքուր է։ Մենք հիմա ինչ ենք սենց իրար հետ նստած խոսում ստեղ։ Կամ ինչ ենք մենք հանդիպել, ինչ ունենք կիսելու իր հետ, եթե ամեն ինչ նորմալ է։ Նորմալ չի։ Մեր ֆիրմեն մեծ ֆիրմա է։ Հաստատ միտեղ մի բան կունենանք բաց։ Ու որ դու սենց ամիսը մեկ ռևիզիայի գաս ու հետաքրքրվես ինչի ինչոց է բան եւ այլն, այդ մեզ հաստատօգուտ չի բերի։ Ու բացի դրանից, ես եկել եմ այս հանդիպմանը, որ դու հասկանաս, որ ես վախենալու բան չունեմ։ Եթե դու իհարկե հետդ լոսկի չես վերցրել։ Վերցրել ես։ Ագնես, ես հասկանում եմ ձեր ապրումները, բայց այլ ելք չկա։ Այստեղ արդեն ձեր կյանքի հարցն է։ Ես ուղղակի չեմ կարող, ես չեմ ուզում։ Սա շատ սպասված երեխա է ախր։ Հասկանում եմ, բայց դուք էլ հաշվի առեք։ Ձեր տարիքում ռիսկերը շատ են։ Լավ, ուրիշ ելք, ինչ որ բուժում, հնարավոր չի, որ դուք ուրիշ բան չունենաք առաջարկելու։ Ցավում եմ, բայց անգամ ժամանակ չունենք։ Այսինքն դուք պետք է արագ որոշում կայացնեք, արագ կողմնորոշվեք։ Խոսեք երեխայի հոր հետ, բացատրեք իրավիճակը։ Եթե կարիք կա, ես կարող եմ դա անել։ Չէ, կարիք չկա, ես ինքս կխոսեմ։ Շատ բարի։ Ագնես, խնդրում եմ չուշացնեք։
Առաջիկա 2-3 օրերի ընթացքում դուք պիտի գաք այստեղ, որ անենք ամեն ինչ։ Բժիշկից գուցե մի քիչ էլ սպասենք։ Կարող ամեն ինչ կարգավորվի։ Ռիսկերը շատ են։ Ձեր այսօրվա վիճակի վատ թարացումը միայն սկիզբն է։ Մի քանի օրից դուք նույնիսկ չեք կարողանա շտապօգնություն կանչել, հասկանում եք։ Լավ։ Շատ լավ, միայն խնդրում եմ ձեզ։ Ամուսնուս հետ խոսալուց ոչինչ չասեք, ես ինքս նրան ամեն ինչ կպատմեմ։ Եթե նա գալու է, ճիշտ կլինի, որ ես ներկայացնեմ իրավիճակը։ Ճիշտ չի լինի։ Ես նրան երեկոյան ամեն ինչ կպատմեմ։ Լավ, ինչպես հարմար եք գտնում։ Իսկ հիմա հանգստացեք, վերականգնեք ուժերը։ Քեզ արդեն կապվել էի քեզ հետ։ Սովորել էի, որ դու կաս։ Այս ինչ ես ասում, բան չեմ հասկանում։ Ինչ լուցկի, յանի ինչ։ Չես հասկանում։ Լավ։ Հիմա սենց ենք անում։ Ես քեզ ժամանակ եմ տալիս։ Դու գնա մտածի։ Ինչ մտածեմ, ինչ ժամանակ։ Ինչ մտածեմ, թե ոնց եմ օրենքով հորս ունեցվածքի հետ բերում, թե չէ։ Օրենքով դու ոչ մի բան չունես, այդ մեկը լավ հիշի։ Ոչ մի բան չունես։ Ունենց որ գնա մտածի։ Ու շարունակում ես իմ դեմ դուրս գալ, թե չէ։ Հա, փաստորեն դու ընդունում ես, որ ես քո դեմ եմ դուրս եկել։ Ու ընդունում ես, որ դու այն մարդն ես, ում դեմ պետք է դուրս գայի, որ ես հարցը լուծեի։ Հա? Հա, ընդունում եմ։ Ես այդ մարդն եմ։ Ես այդ մարդն եմ, ով այդ օֆիսի ու այդ տարածքների 50%-ի տերն է։ Ու եթե ձեռդ մեկնում ես, որ այդ տոկոսներից վերցնես, պետք է նախ հաշվի առնես, թե ով է բռնելու այդ ձեռդ, կամ ով է կտրելու այդ ձեռդ։ Այդ կտրողն ես, հա դու։ Հա, ես եմ։ Ու հաշվի առ, որ այդ ձեռ կտրողը կա, բայց ձեռ բռնող չկա։ Մենակ ես։ Իսկ եթե մենակ չեմ, վատ չէ լինի։ Բայց ես գիտեմ, որ մենակ ես։ Անենց որ խորհուրդ չեմ տա, որ այդս քյալլա տաս։ Ես մտածելու ժամանակ չունեմ ու ինձ այդ ժամանակը ընդհանրապես պետք չի, բայց քեզ դեմդ եմ ասում, դու պատրաստ եղի։ Մենք հենց հանդիպելու ենք իրար։ Փաստորեն վատով ես ուզում հարցը կարգավորես։ Դե կախված է նրանից դուք այդ վատը ոնց եք հասկանում։ Ամենայն դեպս ես քեզ այդ ժամանակը տալիս եմ։ Գնա ու մտածի։ Ես քեզ տալիս եմ այդ հնարավորությունը, որ դու գնաս ու մտածես։ Ու խորհուրդ չեմ տա, որ ճամփիս վրա դուրս գաս։ Եթե մի անգամ էլ այսպես տենամ քեզ, արդեն ուրիշ ձեռք խոսանք ու հետ։ Հասկացար ինձ։ Գիտես ինձ ինչն է հետաքրքիր։ Հապա։ Այն որ ինչը քեզ չի պատկանում, ու դու տենց կպած պաշտպանում ես։ Շատ հետաքրքիր է։ Դե ուրեմն լսի պես քեզ ինչ եմ ասում։ Այն ինչ ես ի սկզբանե ունեցել եմ, դու այդ քո հորդ ունեցած բիզնեսը, այդ դատարկ տեղ էր, ոչ մի բան էր։ Հիմա հասկացար, այն ինչ ստեղծել ենք, ես ու գնելն ենք ստեղծել, մեր արդար քրտինքով, ու ոչ ես, ոչ գնելը չենք պատրաստվում, մեր հալալ աշխատածը քեզ տանք, քո հետ կիսվենք, հիմա հասկացար ինձ արա, քեզ թվում է ինչ, հերդ տենց ուժեղ տղա էր, հա, դու հերդ սաղ կորցրել էր, էլ ոչ մի բան չուներ, ոչ մի բան, բոլնի զրո էր, ինչ արել ենք, մենք ենք արել, հիմա հասկացար քեզ ինչ եմ ասում։ Հորս մասին այդպես չխոսես։ Ես վերջին անգամ եմ զգուշացնում։ Հորդ հիշատակի պատվին, այս արածիդ մասին կմոռանամ։
Բայց սրանից հետո էլ չփորձես ճանապարհից վրա դուրս գաս։ Թե չէ նա է նորից եմ զգուշացնում, արդեն ուրիշ ձև կխոսամ հետդ, հասկացար ինձ։ Կանչել եք։ Հա, ներս արի։ Խնդրում եմ սրանք Ագնեսին փոխանցի, լավ։ Մնացածն էլ հաշվապահություն կուղարկես։ Լավ, բայց տիկին Ագնեսը դուրս է եկել։ Ոչինչ, թող գրասենյակում կգա կտեսնի։ Լավ։ Գոր, ոնց որ վերջացրինք, հա։ Գոր։ Ինչ ա եղել։ Ոչ մի բան։ Վերջ։ Հա, ասում եմ ավարտեցինք։ Դե լավ է։ Այդ դեպքում ուրեմն ես դուրս գամ։ Քեզ տուն ճանապարհը։ Չէ, Գոր, մի րոպե։ Ինչ ա եղել։ Այդ զանգից հետո մի տեսակ տրամադրությունդ փոխվեց։ Ոչ մի բան, նորմալ է։ Գոր, լավ էլի։ Վաղը ինչ պիտի լինի, չասացիր։ Էդ ինչ պայմանավորվեցիր։ Նենեդ, եթե ասում եմ ոչ մի բան, այդ նշանակում է, որ չեմ ուզում խառնվես, պարզ չի։ Հեղավ Գոր ջան, պարզ է։ Կներես էլ չեմ խառնվի։ Ինչ ուզում ես արա։ Կարաս գնաս ու նորից կռվես։ Այդ ընդհանրապես ես չի հետաքրքրում։ Ինչ ես տենց նայում։ Գոր, դու հասկանում ես, որ ես քո համար անհանգստանում եմ։ Հասկանում ես այդքանը։ Իսկ դու այնքան լարված ու նյարդային ես, որ ամեն ասածս շտամբաբար ես ընդունում, Գոր։ Լավ էլի, նենեդ։ Ուղղակի ես ներվայնանում եմ, որ տենց հարցեր ես տալիս։ Այդքան բան։ Լավ, ես դուրս եմ գալիս։ Դու էլ շատ չմնա, շուտ տուն կգնաս։ Եղավ, ոնց ասեք, պարոն տնօրեն, ոնց ասեք։ Այստեղ մի բան են չի, աստատ էլ ինչ-որ փորձանքի մեջ անկել Գորը։ Մամիս, դու ինչ ես ուզում, որ ես անի։ Թողեմ ինչ ուզում է, ինչ մտածում է ասի, անի մեր հետ, թողեմ ոնց ուզում է վարվի մեր հետ։ Արդեն դու մեծացել ես, ուժեղացել ես, խելացի ես դարձել, բայց այդ ամեն ինչը հակառակն ես օգտագործում, հասկանում ես։ Դու նենց տպավորություն է, որ ամբողջ կյանքում սպասում էիր այս պահին, որ հորդ դեմ դուրս գայիր, բայց պահը եկել է ու դու չես կարողանում վերահսկել իրավիճակը։ Չէ, ես շատ լավ վերահսկում եմ իրավիճակը։ Այդ հորդ բառերն են։ Երիկա տենց ասես, ես քեզ արգելում եմ։ Այդ էլ հորդ ինտոնացիան է։ Այդ դու քեզ փոխեցիր ու դարձար այն, ինչից ես վախենում էի։ Կարող ես փոխվել եմ բոլորի հանդեպ, բայց քո համար ես նույնն եմ։
Ես հակառակը թույլ էլ չեմ տա։ Ես չեմ թողնի, որ դու քեզ կործանես, ես քեզ չեմ կորցնի, ես թույլ չեմ տա դա։ Լավ, ինձ մենակ մի բան է հետաքրքիր։ Ուր է Սերոպյան Վահագը։ Ուր է։ Գոյություն ունի։ Ինձ շատ հետաքրքիր է, թե ով է այդ մարդը քո համար։ Ով էր այդ մարդը, մամ։ Արսեն այդ հին պատմությունը։ Ու հենց այդ մարդն էր զբաղվում Արամի սպանության գործով։ Ու հետաքրքիրը այն է, որ Գորի դուրս գալուց հետո ինքը ամեն ինչ անում էր ու օգնում էր Գորին։ Իսկ ինքը Նիչը, որ իր ձեռքով հանցագործին նստացրել էր, շատ կասկածելի է, թե ինչի էր օգնում։ Ինչի։ Ճիշտը գիտեր ինքը մամ։ Գիտեր մամ։ Հա, գիտեր։ Ու դու էի ասել, չէ։ Միևնույն է, Վահագն ամեն բան պարզելու էր, ամեն բան։ Ես շատ լավ եմ ճանաչում Վահագին ու գիտեի, որ պարզելու էր, ու հետո ինքը շատ կասկածում էր, թե ինչի է Կարենը տենց հետաքրքրված այդ գործով։ Ամեն բան պարզելու էր, դրա համար էլ ես ստիպված էի։ Ինչն էր ստիպված։ Այն վախից, որ կարող է ինքը իմանա, դու գնացել առաջինն ես իրեն պատմել։ Հա, ես գիտեի, որ Վահագն իմ խնդրանքը չի մերժի։ Ինչ։ Խնդրանք։ Ես չեմ հավատում, որ դու խնդրել ես, որ Գորին նստացնեն։ Փաստորեն այս գործը ինքն իրան չի փակվել, էլի։ Դու մի ասա, դու ես խառնվել։ Ստացվում է կապ չուներ, որ Գորը իրա վրա էր վերցրել։ Այս սպանությունը կարար բացահայտվեր ու Գորը ազատության մեջ լիներ։ Ստացվում է, որ մենք հատուկ նենց ենք արել, որ Գորը նստի։ Արսեն, լավ նորություն ունեմ քո համար։ Ինչ նորություն։ Այսօր նոր քարտուղարուի կունենաս։ Նորմալ է, գոնե կրթություն ունի։ Հաստատ լավն է։ Դե դու էլ գոնե առաջին շաբաթը պետք է համբերատար լինես։ Հետո հոնի մեջ կընկնի։ Հուսանք։ Ինչի ես մի տեսակ։ Ինչ-որ բան է եղել։ Ամեն օր է լինում է։ Ինչ է լինում։ Ամեն օր կյանքումս մի բան փոխվում։ Մեն ինչը իմ համար ճիշտ էր, մեն ինչին հավատում եմ։ Մի քանի րոպեում դառնում է ավելորդ ինֆորմացիա։ Արսեն լավ էլի, վերջ տուր այդ մռայլ մտքերիդ։ Կուզես երեքական միասին մի տեղ գնանք, Չգիտեմ։ Ներամը շատ լավ։ Ես տեղը կտրեմ։ Դե վերջ մի հատ դեմքդ բացի, հա։ Ամես, ինչի չես ասել, որ գալիս ես։ Ինչի չես ասել, որ վատ ես գում։ Որովհետև դու հանդիպման էիր ու չուզեցի քեզ անհանգստացնել։ Այդքան բան։ Ինչ ա եղել, ասա, ուր ա բժիշկը հիմա, որտեղ ա։ Ես արդեն խոսել եմ, ամեն ինչ կարգին է։ Ուրեմն դու կարծում ես իմ հանդիպումը քեզնից ու իմ երեխայից ավելի կարևոր է, հա։ Գնել ոչ մի բան չկա։ Ուղղակի մի թեթև գլխապտույտ ունեի ու ապահովության համար եկա բժշկի։ Բայց բժիշկն էլ ասաց, որ ամեն գլխացավի ժամանակ չի, որ պետք է բացել։ Ամեն ինչն է։ Բայց լավ կլիներ հետը խոսել։ Լավ էլի գնել, առանց դրա ամաչեցի, որ այդ փոքր պատճառի համար անհանգստացրեցի մարդկանց։ Խնդրում եմ քեզ, արի գնանք։ Ինձ ասա ամեն ինչ կարգին է, ման։ Գնել ամեն ինչ հրաշալի է։ Լավ։ Ինձ ուղղակի մի քիչ հանգիստ պետք ու վերջ։ Գնանք։ Գնանք տունն հետ քո գործի հետ կապված կխոսենք։ Գործի հետ կապված ինչ։ Այսպես չի կարա շարունակվի։ Դու օֆիսում հոգնում ես։ Որոշ ժամանակ տանը։ Խնդրում եմ քեզ, տանն ես մնալու, էլ չի քննարկվում։ Վերջ։ Ես քեզ խնդրում եմ։ Գնանք տուն, տանը կխոսենք, վերջ։
Կյավա որ զանգեցիր։ Արմ։ Կներես գիտեմ, որ քիչ ժամանակ եմ տրամադրել։ Ոչինչ։ Ես չեմ դժգոհում։ Ես հենց դրանից էլ նեղվում եմ, որ դու այսքան հարմարվում ես։ Գոր ամեն ինչ նորմալ է։ Ամեն ինչ նորմալ է, հանգիստ է։ Դու հիմա ավելի կարևոր գործեր ունես։ Նախ պետք է մհերի հետ հաշտվես։ Հաշտվել եք։ Ինչ։ Երբ, բայց ինչ ես ասում։ Դե մի երկու օր է որ խոսացել եմ։ Հետո հասկացավ քեզ, հա? Չգիտեմ, երևի։ Ամենայն դեպս էլ չի մեղադրում։ Չենք խոսում այդ մասին։ Ու ճիշտ է, Գոր։ Մահերին ընդհանրապես ժամանակ էր պետք։ Արմ, լսի։ Հնարավոր է, որ ես մի երկու օրով քաղաքից գնամ։ Ոնց։ Ուր։ Ուղղակի։ Ու հնարավոր է, որ այդ երկու օրը կապի մեջ չլինենք։ Չհասկացա, այդ տուր ես գնում, որ չես կարող հեռախոս օգտագործել։ Արփի լավ էլի։ Ես ես չասեցի, որ դու անհանգստանաս, հակառակը։ Ասեցի, որ հանգիստ լինես։ Գոռից ճիշտն ասա, ուր ես գնում, ինչ ա եղել։ Արփի ուղղակի գործեր կան։ Մի երկու օր էլ դեմքս չեք տեսնի, ոչինչ։ Քիժ ես։ Ես մի օր էլ չեմ կարողանում ասես քեզ։ Ամեն ինչ լավ կլինի։ Մի անհանգստացի։ Հետ կգամ ու կզանգեմ։ Կամ մի անգամից կգամ։ Երկու օր։ Երկու ամբողջ օր չեմ տեսնելու քեզ։ Հնարավոր է երեք։ Գոնե թողեն մտնենք երկու բար խոսենք, հա։ Նա էլի, բարամ ոնց որ մարդ հասպան, ասեմ այդ պորտմանը էլի գողացել։ Դե կապ չունի մի հատ պորտմանա, թե 10 հատ պորտմանա։ Գողությունը գողություն է։ Մեկը մենք մեզնով ոչ մի բան չենք կարող անել։ Հիմա որ մտնենք հարցեր տանք, մեր փաստաթղթերն էլ են ուզելու։ Չէ, արա սրանց աչքից հեռու։ Լավ, լավ, մի բան կմտածեմ։ Տունը վաճառում ենք կահույքով, ամեն ինչով։ Առնում եմ։ Գուցե նայեք։ Սա մեր հյուրասենյակն է։ Այստեղ մենք ամեն առավոտ կռվում ենք։ Առնում եմ։ Սա մեր ննջասենյակն է։ Ստեղ էլ ամեն գիշեր բար հիշում ենք։ Առնում եմ։ Սա էլ մեր բաղնիկ զուգարանը։ Ինչ։ Սալիկները կերամամառացի են, հանել ենք հետ ներսենք, տանեմ։ Կերամամառացի, որակ, որից անհնար է հրաժարվել։ Սա էլ կերամամառացին, վայելեք։ Առնում եմ։ Առնում եմ։ Առնում եմ։ Առնում եմ։ Ուր ես գնում, որ պապան էլ պետք է չիմանա։ Ուր ես գնում, Գոր։ Արփի։ Ես քեզ վստահում եմ, ճիշտ եմ անում, չէ՞։ Հա։ Բայց ինչ։ Ինչ բայց։ Հա։ Դու էլ ինձ վստահի այդքան բան։ Ստել քննարկելու բան չկա։ Լավ։ Ուրեմն էլ ոչ ոք չեմ հարցնում։ Բարև ձեզ։
Ոնց եք։ Ինձ էլ կպաչես։ Չէ, Արփի ջան։ Ես քեզ այնքան էլ լավ չեմ ճանաչում։ Ինչ եք ասում։ Ոնց ես մագա։ Լավ է։ Ինչի ես անընդհատ կորում։ Թե ես վերջերս ամեն ինչ լավ է քեզ մոտ, դրա համար ինձ չես հիշում։ Զբաղված եմ լինում։ Փաստորեն գալիս ես ինձ մոտ այն ժամանակ, երբ որ տրամադրություն չունես։ Արփի, խոսամ կամ գնամ։ Ինչ կա մայրիկ, ինչ ես զանգել։ Գորբա դուր ես։ Ինչ կա, որ դուրս ես եկել։ Հա, բան ա եղել։ Ինչ ա եղել մեր, ինչ ես արել հիմա։ Լսի, հիշում ես այն մեր հետ մարդ կարե մնացող ամերո էր։ Որ հետո կարոյի մոտ գնաց։ Հա, հա։ Հիմա կրվել ենք, դուրս էր եկել, տեղը չգիտեինք, պարզվեց բռնել են։ Դե լուրջ գոր չի, բայց դե հիմա պահում են էլի։ Կարանք մի բան անենք դուրս գա։ Մեր գողություն ա արել։ Հա, փորձել ա գողություն անի, բայց բռնել են։ Լավ, իմաս ասեք տեղից գիտեմ։ Հա, ասա գալիս եմ։ Ես կարող եմ քեզ մի բան հարցնել։ Գորը հաջող է քեզ մոտ լինում։ Լսի, այնպես ես ասում քեզ մոտ, ասես այդ սրճարանա կամ հյուրանոց։ Ինչի այդպես չի։ Գիտես, Արփի, երբ որ տղամարդը հուսահատված ու տխուր ժամանակ գնում է մի կնոջ մոտ, դա միայն մի բան է նշանակում։ Ու ինչ։ Դա նշանակում է, որ այդ կինն իրեն խաղաղություն է տալիս։ Հասկացա՞ր։ Իսկ դա տղամարդու համար հավատա կարևոր է։ Իրես շատ մեծ փորձ ունես։ Հա։ Չեմ դժգոհում, փորձս մեծ է։ Բայց գորն ինձ համար յուրահատուկ է։ Ու ինչով է յուրահատուկ։ Չգիտեմ, չեմ կարող ասել։ Ամենայն դեպս տարբերվում է մյուսներից։ Այմ այս չեմ հասկանում։ Դու ամեն անգամ գորը տեսնելուց պետք է իր վզով ընկնես, հա։ Էսի, ես ու գորը ընկերություն ենք անում, միասին ենք։ Ու ես քո պահվածքը մեղմ ասած կոռեկտ չի։ Բայց գիտես ամենածիծաղելին որն է։ Որը։ Որ գորին ոչ ես եմ պետք, ոչ էլ դու։ Այսինքն Արփի, գորը լրիվ ուրիշ մեկին է պահում իր սրտում։ Ես չգիտեմ, թե դա ով է, բայց ես դա զգում եմ։ Գորը քեզ չի նայում սիրահարված տղայի հայացքով։ Ինքը ավելի շատ քեզ ընկերոջ պես է նայում, կամ ավելի ճիշտ եղբոր պես։ Դու ինչ գիտես, հա։ Չէ, դու ինչ գիտես, հոգեբան ես գլխից դարձել, հա։ Դա նկատելու համար պարտադիր չի հոգեբան լինել։ Այդ սիրահարվածությունը քեզ խանգարում է տեսնես իրականությունը։ Մի քիչ ուշադիր եղի։ Լավ, վերջը ես չեմ պատրաստվում սա լսել։ Դու այն մարդը չես, ով պետք է իմ ու գորի հարաբերությունների մասին դատողություններ անի։ Ամենայն դեպս ես սխալ բան չասեցի։ Ոչ էլ հատուկ ասեցի, որ սենց նեղվես։ Լսի, ես չեմ նեղվում։ Իմ ու գորի մեջ ամեն ինչ հստակ ու պարզ է։ Ու չմտածես, որ քո ասածներից ես կարող եմ հանկարծ նեղվեմ։ Մի քիչ զգուշ է։ Երբ որ ամեն ինչ շատ պարզ է ու հստակ, բխտարելը հեշտանում է։
Դուրս գանք, մեր իմ օգնության կարիք ունի։ Լավ, գնանք։ Նագայի պատճառով ես տրամադրություն գցել։ Չէ, ամեն ինչ նորմալ է։ Հաստատ։ Մտեք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ասացիք, որ նորություն ունեք։ Հա, նստեք, խնդրեմ։ Մի կնոջ եմ գտել։ Ծայրամասում է ապրում վատ պայմաններում, բայց անձնական տվյալները համապատասխանում են։ Իսկ վստահ եք, որ իրոք ինքն է։ Վստահ չեմ, որովհետև բաներ կան, որ չի համապատասխանում ձեր պատմածին, բայց կարծում եմ պետք է գնաք հանդիպեք, խոսեք, տեսնեք։ Իհարկե, անպայման, դուք հասցեն ինձ տվեք, ես այսօր անպայման կգնամ։ Հա, իհարկե, խնդրեմ։ Ինձ ամեն դեպքում տեղը կպրեք։ Անպայման։ Լավ, շնորհակալություն։ Ստեսին։ Հաջորդ։ Ալինա։ Ալինա։ Ես տանը չի։ Լավ, դու գնա պարկի, ես քեզ հիմա ինչ-որ բան կբերեմ, լավ։ Չէ, ոչ մի բան պետք չի գնել։ Ուղղակի հետս արի, կողքս արի, խնդրում եմ քեզ։ Լավ, ոնց կուզես։ Ես սրան խիա բերել։ Լավ, հանգստացի, ստե կռիվ չսարքես։ Բարի օր, ինչ է։ Գիշերերուն մտել է խանութ, մի հատ կնոջից սպորտման ա տարել, այսինքն ուզեցել ա տանի բռնել են։ Բաստորեն տարբերակ չկար, նստացնելու է։ Ո՞ն։ Բան չենք կարող անենք։ Գողություն է, գող։ Արելը նա ինչ ասեց, արա ինչ նորություն ասեց, այդ ոնց չենք մտածել։ Չհասկացա։ Մերիկ։ Լավ, գոնե չենք կարա հասկանանք ինչքան ժամանակով ինչ։ Սենց անորոշ հապ չտարա սպորտմանի համար գնա նստի այդ տղեն։ Լավ, հեսա մենք կմտնենք կջոգենք ինչա կատարվում։ Որ շատ չեք երևաց հաշկները։ Երկու անգամ ես, մի անգամ մհերը։ Միզում։ Լավ, մնացած։ Արա որ սան տենում եմ, սաղ կյանքս դեմս է գալի, արա, ներվայնանում եմ արդեն։ Լավ, չեմ ջոգում, եթե աղբերդ նորմալ շփվում է, այդ դուխ ես քեզ սենց սպահում։ Մենակ ենք։ Ցավոք։ Ավոր։ Բաց թողեք։ Բաց թող ասում եմ։ Լավ հանգստացի։ Բաց թողեք։ Ինչ էլ հարած կնես։ Բաց թող։ Լավ է, ինչ ես ձև էր թափում համուստ։ Թող ձերքս։ Ստացի ասում, լսի։ Թող գնել մեկ օ ճաշակով, ոչ թե ես։ Թող ձերքս։ Բողոքում ես, որ խանդի, հա։ Թող ձերքս։ Թող ձերքս, թող։ Կարեն, ես ինչ ես անում։ Ինչ ես անում, Կարեն։ Քանի անգամ ասեմ։ Լավ, հանգստացի մի հատ, ինչ ես մի հատ աման լվացողի համար սենց պատմություն սարքում, հանգստացի։ Այս աման լվացողի մերեխու մենն է։ Հասկացան իմա, մենն է։
մի փոքր շանս տաս։ Տաթև եթե մի փոքր հույս տաս, որ մեր մեջ կարող է ինչ-որ մի բան լինել, ես ամեն ինչ կանեմ, որ այստեղ մնամ։ Տաթև դու իմ հետ իրան կմոռանաս, ես հետ քեզ խոստանում։ Ես չեմ ուզում իրեն մոռանալ։ Հիմա մի ձև չենք կարող անենք հանենք ընդեղից երոին։ Չէ։ Ոչ մի բան չենք կարող անենք Թումո։ Բայց կարևորը դուրս գալուց հետո աչքը չի մնալ վիշի պայուսակների վրա։ Դա դու ինչ գիտես, ինչ է նշանակում սոված մնալ, դուրս մնալ, հա։ Վիկո ջան, արդեն ժամանակն է, որ ամեն ինչ իմանաս։ Ինչ իմանամ։ Քո հորը չի սպանել են մարդը, ում որ բռնել են։